իրան երգելու, իրան փառավորելու, իրան մեծարելու։ Ամեն։ Հալելույա։ Նա այստեղ է։ Ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը։ Եկեք սերներ մի քիչ կխոսենք Աստծո խոսքից, շատ կարևոր հավատում եմ, որ մեզ բոլորի շատ կարևոր պետքական խոսք է, այն ինչ որ պիտի կիսվենք ձեզ հետ, որից հետո կաղոթենք և կծառայենք Տիրոջը։ Մի կողմ դիր քո բոլոր մտածմունքներդ։ Նա այստեղ է, ասա Հիսուս ջան, ես եկել եմ քեզանից ստանալ, դուր ինձ իմաստություն, կարիք ունենք իմաստության, ունենք, կարիք ունենք Տիրոջ խոսքը ամեն օր հասկանալու, իսկապես կարիք ունենք, աշխարհի մեջ ենք ապրում մենք, սերներ, այո, Աստծո թագավորությունով ենք, Աստծո թագավորությունը ընդունել ենք մեր կյանքերի մեջ, մեր սրտերի մեջ, մենք Աստծո թագավորությունից ենք, մեր կյանքը, մեր անունները գրված է կյանքի գրքի մեջ, բայց քանի դեռ մենք աշխարհի մեջ ենք, Հիսուս ասավ, աշխարհի մեջ նեղություն կունենանք, բայց քաջասիրտ եղեք։ Քաջասիրտ նշանակում է նեղություն կա, դժվարություն կա, հոգսեր կան, մեկը գալիս է, մյուսը գնում է, հետո այն մյուսն է գալի, հետո նորից կգնա, քաջասիրտ եղի, թող սիրտդ հանկարծ չթուլանա։ Թույլ չտաս քո սրտիդ մեջ տկարություն կա, սխալ մտքեր կա, սխալ որոշումներ կա, քաջասիրտ եղեք, ես հաղթել եմ աշխարհին։ Ալելույա։ Օրհնյալ է մեր Աստվածը, փառք Տիրոջը։ Առակաց 4-րդ գլուխ 23 խոսք։ Ամեն զգուշությունից առավել զգուշացիր քո սրտին, որ նրանից է կյանքի երգը։ Ալելույա։ Ամեն զգուշությունով առավել զգուշություն արա քո սրտին, որ նրանից է կյանքի երգը։ Մեկ ուրիշ թարգմանության մեջ ասում է կյանքի աղբյուրները։ Սա նույն բանն է։ Այսօր Աստված մեր ուշադրությունը ուզում է գրավի, որ մենք ուշադրություն դարձնենք մեր սրտերին։ Ինչ ենք թույլ տալի այսօր գա մեր սրտերի մեջ։ Սիրտ հասկացողությունը դա ֆիզիկական մեր այն օրգանը չի, որ մեր ներսում է, որ մեր արունը կաչած է անում, փոխանցում է, շրջարարություն անում, շատ կարևոր դեր է կատարում, բայց սիրտ հասկացողությունը, երբ որ Աստվածաշնչի մեջ ասում է սիրտ, նա խոսում է մեր հոգու մասին, մեր ներսի մասին։ Զգուշ կաս, զգուշություն արա քո հոգուն, քո ներսին, քո մտքերին, քո ամբողջ էտեությանը, ինչ ես թույլ տալիս դու ընդեղ գա։ Այսինքն, սա նշանակում է, որ մի հատ մեծ պատասխանատվություն ունենք ապրելով երկրի վրա, որ գիտես, ամեն ինչը չի, որ հարկավոր է գցել Աստծու վրա ու ասել դու նայի, դու օգնի, դու ինձ տար, Աստված ասում է ամեն զգուշությունից առավել։ Այսինքն լիքը բաներ կան, որոնց դու պետք է զգուշություն անես, բայց մի շատ կարևոր բան կա, որ ուզում եմ դրա վրա քո ուշադրությունը անընդհատ դարձնես, դա քո սիրտն է, զգուշություն արա, որովհետև ընդեղից է կյանքի բոլոր ելքը, աղբյուրները ընդեղից է։ Եթե մենք սխալ ուշադրություն դարձնենք մեր սրտերին, հնարավոր է մեր կյանքը սխալ ընթանա։ Հնարավոր է սխալ բաներ կան մեր կյանքերի մեջ, մեր ապագայի մեջ, մեր գործերի մեջ եւ շատ մարդկանց կյանքերը քանդված, փշրված անցնում է, որովհետեւ իրանք ամենասկզբից ուշադրություն չեն դարձրել ինչ է լքցնեն իրանց սիրտը, ով կա ընդհանրապես իրանց սրտի մեջ, ով է թագավոր է այդ սրտի։ Ամեն Դավիթ թագավորն ասում է,
արդարի սիրտը իրա աջ կողմն է։ Սա չի նշանակում, որ ովքեր եկան Հիսուսին եւ ընդունեցին Տիրոջը իրանց Տեր ու Փրկիչ, իհարկե, Աստված արդարացրեց եւ այս սիրտը իր տեղը փոխեց։ Սա նշանակում է, որ այս ձևի մարդիկ միշտ ուշադրություն են դարձնում իրանց սրտին։ Արդյոք ծուր չեն ընդեղ ճանապարհները, արդյոք սխալ բաների տեղ չեն տալիս ես, որովհետեւ կյանքի ելքը եւ շատ լիքը կարևոր բաներ սկսելու են այդտեղից։ Մենք հեսա կնայենք Սուրբ Գրքին ու դրա վրա մի քիչ կմտածենք։ Կուզենանք, որ տուն գնանք նաեւ տանը մտածենք, որովհետեւ հավատում եմ, երբ որ մենք մտածում ենք, Աստված մեզ հետ է լինում։ Երբ որ Տերը մեզ հետ է, նա մեզ լիքը բաները ավելի սովորեցնեմ եւ հիշացնեմ, գիտես, երբ որ ես եմ ասում, հնարավոր է մոռանալ, բայց երբ որ դու գնում ես տանը, սկսում ես մտածել եւ Սուրբ Հոգին գալիս է եւ քեզ բաներ ասում, երբեք դա չես մոռանա։ Եվ սա այն խոսքն է, որ Դավիթն ասում է, Տերը մի անգամ խոսեց, ես 2 անգամ լսեցի։ Ուրեմն այնքան կարևոր է, որ մենք տաների մեջ մտածենք, որպեսզի մենք կարենանք այս խոսքերը ավելի խորը հասկանանք, եկեք մի քիչ վերևից կարդանք ու մի քիչ շարունակենք ներքև։ Ամեն։ Սկսելու ենք ուրեմն 20-րդ խոսքից ասում է. Որդյակս ուշադիր եղի իմ խոսքերին։ Ականջը տուր իմ ասածներին, թող նրանք չգնան քո աչքի առաջից, պահիր նրանց քո սրտի մեջ, որ նրանք կյանք են նրանց գտնողներին եւ նրանց բոլոր մարմնին բժշկություն։ Ամեն զգուշությունից առավել զգուշություն արա քո սրտին, որ նրանից է կյանքի ելքը։ Հեռացրու քեզանից բերանի ծռությունը, նենգավոր շրթունքները, թող հեռու լինեն քեզանից, թող քո աչքերն ուղիղ նայեն եւ քո արտևանունքները ուղղված լինեն դեպի առաջ։ Շիտակ արա քո ոտքերի շավիղները եւ քո բոլոր ճանապարհները կհաստատվեն։ Մի խոտորվիր աջ եւ ձախ, ոտքդ հեռացրու չարիցը։ Ալելույա։ Սերներ, հենց 20-րդ խոսքի մեջ մենք կարդում ենք եւ Աստված մի հատ կարևոր բան ասում, այն իր համար, ամեն զգուշությունից առավել զգուշություն արա քո սրտին։ Ոնց է մեր սիրտը, մեր հոգին ու մեր ներսը լցվում։ Լցվում է մեր աչքերով, լցվում է մեր ականջներով, լցվում է այն ինչ որ լսում ենք, այն ինչ որ տեսնում ենք, այն ինչ որ կարդում ենք։ Այս ձևի բաներով սկսում է լցվել մեր ներսը։ Եվ այստեղ հենց առաջի 20-րդ խոսքի մեջ մի հատ շատ կարևոր բան է, ուղղություն տալիս մեզ Տերը, որ ուշադրությունը դրա վրա գրավենք։ Որդյակս ուշադիր եղի իմ խոսքերին եւ քո ականջները տուր իմ ասածներին։ Հալելույա Տիրոջը։ Տեսեք, համար առաջի բան, որ մենք ուշադիր պիտի լինենք, սրտից է կյանքի աղբյուրները։ Ուզում ես օրհնություն ունենաս։ Եկեք մի փոքր, մի քիչ կարդանք 24-րդ խոսքը, հա, 22-ը, որ նրանք կյանք են նրանց գտնողներին։ Հասկանում եք, այն Աստծո խոսքն է կյանք տալու։ Աստծո խոսքը դեղը, Աստծո խոսքը բուժում է, Աստծո խոսքը մեզ խաղաղություն է բերում։ Ամեն ինչ Աստծո խոսքից է սկսում։ Հիսուս ասում էր, հավատա եւ կտեսնես, ոնց հավատանք, եթե չլսենք։ Ամեն։ Եվ եթե մենք սխալ բաներ ենք լսում, մենք երբեք չենք կարող ունենանք հավատք։ Մեր հավատքը կպակասի։ Մենք սխալ հավատք կարող ունենանք, եթե մենք չենք լսում։ Եվ մեր ամբողջ օրը անցնում է լսելով սխալ բաներ, լսելով սխալ խոսքեր, լսելով սխալ դավանանքներ, սխալ խորհուրդներ։ Եվ ինչ է կատարվում։ Այդ մարդը կորցնում է այն ինչ որ պետք է ունենար։ Ինչ ես այսօր դու լսում։ Այս ականջը շատ կարևոր դեր է տանում։ Ինչ ես այսօր դու լսում։ Տելևիզորով ինչ ես նայում ու ինչ ես լսում։ Քո ռադիոն, որ միացնում ես ավտոյիդ մեջ, կամ քո մուզիկաները, ինչ մուզիկա է գնում այնտեղ։ Եվ այս մուզիկան լսելով ես հիշում եմ իմ երիտասարդ ժամանակները, ինձ ռուսական էստրադաները շատ էին դուր գալի։ Եվ ասեմ մի կարևոր բան, բայց այդ ռուսերենից ոչ մի բան չեմ հասկանում։
Լսում էի, ուրախանում էի ու չէի հասկանում։ Երևի ես վերջերս լսում էի ու մեկ էլ ուշադրություն եմ դարձնում այդ բառերին, ասում եմ Աստված ջան, այս ինչեր եմ ես լսելուց եղել։ Որովհետև սխալ բան ինչ լավա գոնե խելքս չի ասել, չեմ էլ լսել, չեմ հասկացել։ Ու դուք պատկերացրու, եթե հասկանում ամարդ այդ բառերը ինչ են ասում իրան, ու դու անընդհատ լսում ես այդ երգը։ Կա երգ, որ այստեղ մեկը շատ է սիրում։ Ինչ որ մի երգ։ Ձեր մարդ չկա, որ ինչ որ մի երգ շատ լավ, շատ է սիրում։ Իսկ ի՞նչ եք վախում ձեր բարձրացնեք։ Որ երգն եք սիրում, որ երգն եք սիրում։ Հոգևոր երգ եք սիրում։ Չմռնացի։ Օրը քանի անգամ ես լսում այդ երգը։ Հա՞։ Անընդհատ, չէ՞։ Մեկ էլ միացնում ես նորից։ Ու շատ լավ է, եթե հոգևոր երգ է, ու դու պատկերացրու, որ ընդ դումցում։ Այդ մարդ արդեն քայլից էլ ասես քայլը, խոսալուց էլ դες խոսում, ու ուղեղը մենակ այդ հիմարություններն է, չէ՞ գցնում։ Ես չգիտեմ հիմիկվա երգերը չգիտեմ ոնց են որոշում, որ դա երգ է։ Չէ՞, դե ինչ-որ արտասանություն անում ու չես հասկանում ինչ արտասանեմ։ Ինչ ենք մենք լսում։ Հենց Աստված 20-րդ խոսքի մեջ ասում է ինչ ես դու լսում։ Ես հիշում եմ շատ տարիներ առաջ մի օր ես որոշեցի Աստծուն թողնեմ գնամ։ Ու փնտրում էի լավ որ գնամ, ինչ անեմ։ Գիտեք, ես եկել էի վերստին ծնվել էի, ինչ որ ծառայություններ որոշակի ունեի, ծառայում էի Տիրոջը եկեղեցում էր, ջրով մկրտված էի, Սուրբ Հոգով մկրտված էի, բայց որոշեցի ես գնամ աշխարհ։ Եվ եկա, ծունկի եկա եւ աղոթեցի միջև, բայց այդ աղոթքը անելը փնտրում էի լավ, գնամ, ինչ անեմ, որ ինձ համար հոգիս հանգստանա, որովհետև ինչ որ մտածում էի, չէի կարող գտնեմ մի բան, որ իմ հոգիս կհանգստանա։ Ես չկարեցա գտնեմ ու հիշեցի, որ մի հատ ընկեր ունեմ, նա էլ եկավ ու գնաց, ասի գնամ լա դրան հարցնեմ։ Գիտեք, չէ, միշտ ոչ հոգևորները հավաքվում են ոչ հոգևորների կողքին։ Ու ես էլ գնացի իր մոտ, ասում եմ, ոնց է, ինչ է, շատ լավ, իրան շատ լավ ազգեմ, դե ասում եմ, գիտես ցենց մտածում եմ, ես է թողնեմ Տիրոջը, բայց լավ թողնեմ, ինչ անեմ, որովհետև ինչ բնագավառ ուզում եմ գտնեմ այս աշխարհի մեջ, ինչ որ մի բան անեմ, չկա, սաղ փուչ է, սաղ վերջանում է, զրո են դառնում, չկա մի լավ բան, չկա մի հատ բան, որ դրա վրա կարենա գտնի մարդը խաղաղություն, հիշում եք անցած կիրակի ես ասեցի, Կայենը փոխեց Աստծուն, փոխեց երգով, փոխեց պարով, երաժշտական գործիքներով, փոխեց քաղաք սարքելով, շենքեր սարքելով, տներ սարքելով, երկաթ, ես չգիտեմ պղից, փոխեց իր գործով, իր աշխատանքով։ Նա մնաց մարդասպան եւ այդ ձև էլ դժոխք գնաց։ Ես չէի կարող գտնեմ։ Ու երբ որ գնացի ընկերոջս մոտ, ինքն ասավ. Արմեն ջան, կգնանք Ռուսաստան։ Լավ ասում եմ, ես իր հետ եղել եմ Ռուսաստանում։ Լավ ասում եմ, կգնանք Ռուսաստան, հետո կաշխատենք։ Լավ, աշխատեցինք, հետո շատ փող կաշխատենք, լավ ասում եմ, աշխատեցինք շատ փող, հետո ինչ անենք։ Հետո ասում եմ, կգնանք Ամերիկա։ Լավ ասում եմ, գնացինք Ամերիկա, ընդեղ զավոդներ կառնենք, գործարաններ կառնենք։ Լավ, դապուստին հավատում եմ, հետո զավոդներ ունեմ, գործարաններ ունեմ, ես չգիտեմ ով եմ դառել, հետո, դե հետո ասում եմ կամոսնանանք, ես չգիտեմ դրա պատկերացում է ինձ է վիա, հետո ասում եմ, բա հետո երեխեք կունենանք, հետո թորնիկներ կունենանք, հետո թորնիկներ հետ խաղանենք, հետո, էլ ինքն էլ չի ուզում ասում, մի օր վերջանամ ենք գնանք, ու սաղ զրո է, ամեն ինչը նայում ես լավ է, բայց սաղ զրո է, այդ իմ ընկերս միջև այսօր աշխարհի մեջ է ու հետև չեկավ եկեղեցի,
հավատացեք դրանցից ոչ մեկը չի կատարվել։ Չկա դրանցից ոչ մեկը այդ խեղճի կյանքը։ Ես աղոթում եմ, որ Տերը ողորմություն անի մի օր դարձիկ կա, փրկվի։ Ես իրանց տնից դուրս գալուց իմ հոգիս խաղաղություն չուներ, սրտից մեջ չունեի խաղաղություն, չկա մի բան, աշխարհի մեջ չկա մի բան, որ կարա փոխի։ Եվ իրանց տան դրան հենց կողքը պատի վրա մի հատ կալենդար կար ու փնտրում էի Տերը ինչ կասի։ Եվ այդտեղ կալենդար էր ամեն օրվա տակին մի հատ խոսք գրված, ես թերթեցի, իմ ծննդյան օրս բացեցի ու կարդում եմ որդյակս։ Հենց այս խոսքերն էի կարդում։ Ուզում եմ կարդամ որդյակս, քո սիրտդ ինձի դուր, եւ թող քո աչքերին հաճելի լինեն իմ ճանապարհներս։ Սիրտդ ինձի դուր։ Զգուշություն արա քո սրտին, այս մի թույլ տա, որ սրտիդ մեջ օտար բաներ կան, սրանք քեզ փրկություն չեն տա։ Հավատացեք մեզանից ոչ մեկը ապահովված չի, պատերազմը տրված է մեր ձեռքը, Հիսուսը արդեն հաղթել է, դու պիտի պատերազմես եւ այդ պատերազմը շարունակես, դու պիտի զգուշություն անես քո սրտին, որ թույլ չտաս այնտեղ մտնի մի հատ խաբեություն եւ այդ խաբեությունով կործանի քո ապագան, քո հավիտենականությունը, որը ոչ մի բան այս երկրի վրա չկա մի բան, որ ասես արժե ես սրա համար փոխեմ։ Ոչ մի բան չարժե սիրելիներ, ոչ մի բան, Հիսուսը միակն է, ամենակարևորը Տերն է, եւ ոչ մի բան իրավունք չունենք, որ փոխենք, որդյակս ուշադիր եղի իմ խոսքերին, եւ ականջը տուր իմ ասածներին, Աստված պատվիրել է համար առաջի բան, այս ականջով ուշադիր եղի ինչ ես դու լսում, ուշադրություն դարձրա, դու օրդ անցնում է 24 ժամ, եւ այդ 24 ժամվա մեջ ինչ է լսում քո ականջներդ։ Շատ անգամ գործի ենք լինում, շատ անգամ ես չգիտեմ, շփվում ենք սրա հետ, նրա հետ, ու ինչ են լսում։ Եթե այս ականջները լսում են Տիրոջ խոսքը, հաստատ մեր հավատքը կավելանա։ Ուրեմն առաջինը Տերն ասում է զգուշություն արա ականջներին, երկրորդը ասում է զգուշություն արա քո աչքերին, զգուշություն արա քո մտքին։ Ուրեմն ականջներին զգուշություն արա, ուզում եմ մի հատ համար կարդամ Սուրբ գրքից Հռոմեացիս 10-րդ գլուխ 17 խոսքն ասում է. ուրեմն հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից է։ Ով է ուզում այստեղ ուժեղ հավատք ունենա, լսի Աստծո խոսքը։ Եվ դու չես կարող կարդաս, աուդիո միացրու, հիմա այնքան հնարավորություններ կա, անընդհատ լսես Տիրոջ խոսքը, հա? Քո հեռախոսը ստից մտից երկեր քաշելու փոխարեն, ես ու դու կարանք միացնենք Աստվածաշունչ եւ այդ Աստվածաշունչը ինչ որ մի հատ մարդ շատ գեղեցիկ ձայնով կարդում է Աստվածաշունչ ու դու ուշադիր լսի դրանց։ Եվ հենց Աստծո խոսքը ինձ ու քեզ հենց այդ ձևեր ասում է. Որդյակս ուշադիր եղիր իմ խոսքերին եւ ականջը տուր իմ ասածներին։ Այսինքն այս ականջը տուր նրանց։ Հեչ լսել եք ասեն, Հիսուսը հիշում եք ինչքան էր ասում, ով որ ականջ ունի, թող լսի, թե հոգին ինչ է ասում։ Ու ճշմարիտ ասում եմ ձեզ, լսի, ինչ է ասում Աստծո հոգին քեզ, լսի, ինչ է ասում Աստվածաշունչը քեզ, որովհետև հավատքը լսելուց է։ Ինչքան մենք Աստծո խոսք լսում ենք, այնքան մեր հավատքը մեծանում է։ Ու ուշադիր են լսում, ոչ թե այստեղից տալիս է այն կողմից դուրս գալի, ուշադիր են լսում, մի անգամ լսում են, հաջորդ անգամ մտածում մի հատ դրա վրա, ամեն, շատ կարևոր է մտածես դրա վրա, նաև, որովհետև երբ որ դու մտածում ես դրա վրա, դա այստեղից իջնում է այստեղ ու դու սկսում ես հիշել, կգան մի օր քո Աստվածաշունչը չես գտնի, քո ձեռքին չի լինի, կգան, կխլեն, կտանեն, հալածանքներ միգուցե կսկսի, ես չգիտեմ ինչեր կարող լինի, բայց այն որ դու արդեն տեղավորել ես քո հոգուդ մեջ, քո սրտիդ մեջ, դա ոչ մեկը քեզանից չի կարող խլի։
դու կբացես ու կսկսես կարդալ։ Հետ փորձել եք, սկսեք ծննդոց գրքից ու սենց վեր հիշելով գնաք։ Փորձեք, այնքան լավն է։ Հլա դες գիրքն ընդեղա թե չէ, ու նորմալ գրված է թե չէ, որ դեռ չես հիշում բացի կարդա ու նորից սկսի մտածել։ Այս սա է, ականջը դուր իմ ասածներին, որովհետև երբ որ մեր ականջները տալիս ենք, թե ինչ ասում Տերը, ինչ ասեմ իմ հոգսի համար, ինչ ասեմ իմ ապագայի համար, ինչ ասեմ իմ գործերի համար, ինչ ասեմ Աստված իմ առողջության համար, իմ հավիտենականության համար, իմ կյանքը ստեղծելու համար, ամեն ինչը Աստծո խոսքի մեջ գրված է, երբ որ մենք ուշադիր ենք դրան զգուշություն անենք, հավատացեք օրհնությունները գալու են, որովհետև Աստված խոստանում է, համար առաջի բան, լսի իմ խոսքը, ականջը դուր իմ ասածներին, սկսում է խոսքից և ասում է, ականջը դուր նրանց, ականջը, մենք շատ լավ երգեր ունենք, ես չեմ ասեմ, որ ոչ մի երգ չարժե է լսենք, հավատացեք, բայց ավելի շատ մենք պիտի լսենք Աստծո խոսքի, լսի Տիրոջ խոսքը, նայա կյանքը, իսկ եթե են մեր երգերը մեզ պիտի հեռացնեն Տիրոջից, աշխարհ տանեն, ավելի լավ թողնենք և մենակ լսենք Աստծո խոսքը, Աստծո երգերը, այդ ամեն մի հատ երգը աղոթքներ են, ամեն մի հատ երգը մի հատ քարոզ է, որ ուշադրություն դարձնես հոգևոր երգերին, նրանք քարոզներ են, երգեր են, աղոթքներ են, որը որ դրա վրա միտք առնելով հաստատ հոգիդ զորանում է։ Եվ Աստված խոստանում է, եթե դու ականջը տաս իմ խոսքերին, ինչեր պիտի լինի։ Բայց այս ականջի պատճառով մեր սիրտը կարող լցվի սխալ ուսմունքներով, սխալ վկայություններով, կասկածանքով, երկմտությունով, վախով, տագնապով, պետք է հասկանանք, ինչ է ասում Տերը մեզ, ամեն, գիտեք, եթե ես չգիտեմ, իմ սրտի մեջ չեմ թաքցրել, ուշադիր չեմ լսել, ու սրտիս մեջ չեմ դրել այդ խոսքը, կգա մի օր, որ ես կարիքը կզգամ Աստծո խոսքի ու չեմ հասկանա։ Ես պետք է այսօր վերցնեմ այդ յուղը, ամեն, ոնց էին 10 կույսերը, 5-ը իմաստուն, 5-ը հիմար, և ասում այն 5-ը իրանց հետ յուղ էին վերցնել, յուղ ոնց կարանք վերցնենք, Աստծո խոսքը լսելով, ամեն, նրա վրա միտք առնելով, նրան դնելով մեր մեջ, ու երբ որ գալիս է գիշերը նեղությունն է, և ասում է բոլորը քնեցին, գիշերը դա այն դժվար պահերն է, որ քեզ ավետարանները չեն թույլ տա, քո գրքերն էլ քո ձեռքից կվերցնեն։ Դա գիշեր է։ Հիսուսն ասում էր, քանի դեռ լույսը գործեցեք, քանի դեռ ձեր հետ եմ գործեցեք, երբ որ խավարը գա, ոչինչ չեք կարող անել։ Խավարն եկավ գնացեք հանգստացեք, բայց եթե այստեղ յուղ ունեցար, դու այդ նեղության դժվարության մեջ քո հոգևոր կյանքը կպահես առողջ, ուժեղ, ամուր, հաստատուն, իսկ եթե այստեղ չեղավ դա, եթե ժամանակին մենք լսած չեղնենք այդ խոսքը, նշանակում է մենք կկորցնենք մեր հավիտենականությունն ու մեր փրկությունը։ Մի բան եմ ուզում ասեմ, սերներ, համար առաջին, Աստծո համար ամենակարևորը մենք ունենանք հավիտենական կյանք և փրկություն։ Սա Աստծո ամենաառաջի համարն է։ Եվ Հայրը Աստված այնքան սիրեց, մինչև իր միածին որդին տվեց, որ ով որ հավատա, հավիտենական կյանք ունենա։ Երկրի վրա հավիտենական կյանք չկա։ Գալու է մի օր, կհափշտակվենք կամ կգնանք, ոնց որ սովորական մարդիկ գնում են, մահանում են ու կգնանք, բայց Տիրոջ մոտ։ Այո, սա հավիտենականություն է։ Ես եղել եմ ընդեղ, գիտեմ շատ լավ է, հաստատ, ոչ մեկը չի, ընդեղ ով ընկնում է չի ուզում կա, բայց երբ որ դժոխք են ընկնում շատ եմ փոշմանում, ընդեղ շատ քաղցր է, ընդեղ Աստծո ներկայությունն է։
Հաջորդը Տերը մեզ ասում է, թող նրանք չգնան քո աչքի առաջից, պահի նրանց նորից քո սրտիդ մեջ։ Ուշադիր եղիր իմ խոսքերին, ականջդ դուր իմ ասածներին, թող նրանք չգնան քո աչքի առաջից։ Ուրեմն աչքը, երկրորդ բան, որ մեր սրտերը կարան լցվեն սխալ մեղքով, չարությունով, ատելությունով, համար առաջին ականջն է, երկրորդը աչքը։ Ինչ ենք մենք լսում և ինչ ենք ուզում տեսնենք։ Սրանք շատ կարևոր են և սա քո իշխանության տակ է։ Աստված ինձ ու քեզ տվել է ազատ կամք։ Նա թեպետ և ինձ ու քեզ գնել է սատանայից, նրա լծի տակից, գերությունից, ներել է մեր բոլոր մեղքերը, բայց նաև տվել է քեզ ազատ կամք, որ նույնիսկ դրանից հետո, որ ինքը քո և իմ փոխարեն մահացավ, քեզ տվել է ազատ կամք, որ դու որոշես ինչ ես անելու։ Կգնաս Հիսուսի հետևից, թե նորից հետ կդառնաս։ Իսրայել ժողովուրդը Եգիպտոսից դուրս եկավ, և որ գնում էին Քանանի երկիրը, և իրանք մտածեցին ավելի լավ է, Եգիպտոս գնայինք, Եգիպտոսում մեռնեինք։ Այդպես էլ եղավ, անապատի մեջ մեռան։ Ես ու դու պետք է մեր հետևի բոլոր կամուրջները վառենք։ Ամեն, համաձայնեք ինձ հետ, հետադարձի ճանապարհ, հետադարձը պարտությունը, հետադարձը խայտառակությունը։ Մենք առաջ պետք է գնանք, մինչև վերջ։ Թող նրանք չգնան քո աչքի առաջից, պահիր նրանց քո սրտիդ մեջ։ Գիտես, Իչև դորից աչքին կդառնամ, մի բան եմ ուզում ասեմ ականջի համար։ Անկախ նրանից ինչ ես դու լսում, ով է քո հետ խոսում, քեզ կոտրում են, թե սխալ ուսմունք են ասում, քո հավատքն են կոտրում, թե քեզ հավատք են տալի, որոշում կայացնողը դու ես, ինչքանով դրան տեղ տաս։ Օրինակ, եթե եկել են ու ինչ-որ մեկը քեզ պատմում է, որ քո հետևից բամբասում են և ինչ-որ բաներ են ասում, թեպետ ասավ ու գնաց։ Նա եկավ մի հատ չար սեր գցեց, դա սատանան։ Շատ մարդիկ քրիստոնյաներ ծառայում են սատանային նույնիսկ չգիտակցելով։ Կարան այնպեսի մի սխալ բան ասել, որ այդ մարդը ընդհանրապես դրա մասին չէր մտածում, բայց մի դրա պատճառով սկսել է անընդհատ վատ բաներ մտածել։ Եվ քեզ ասում են, որ քո հետևից բամբասում են և չարախոսում են, դու ես, և շատ սուտ բաներ են խոսում։ Ինչ ես անելու։ Մեկին կծեցես, երկուսին կծեցես, հետո ոքոտ չի տալ։ Չես կարող ոչ մի բան ապացուցես, հա։ Բայց անընդհատ սատանան քեզ հիշացնելու է, հա, հիշացնելու է, թե չէ։ Ստեղ եք։ Ես հիշում եմ մի օր Աստված ինձ կանգնացրեց, մեքենայով գնում է, ինձ կանգնացրեց, ասար, լսի։ Այն ինչ որ հիմի դու մտածում ես, հասկանում եմ քեզ, բայց ես քեզ չեմ կարողանալ օրհնել, և նրանց էլ ոչ մի բան չեմ անել։ Մոռացի։ Ես այդ օրը հասկացա, որ ես պետք է մոռանամ, ընդհանրապես չեմ հիշում, դա կարևոր չէ։ Պողոսն ասում է, հետինները թողած առաջ են գնում, այսինքն որոշում կայացնողը դու ես։ Ինչ անես հետո, դու լսել ես ինչ-որ բան, արժե դրան տեղ տալ, թե տեղ չտալ, թե գնալ առաջ, զբաղվել քո գործով։ Մի հատ լավ խոսք ունեն, չգիտեմ ռուսներն են հորինել այդ խոսքը, թե հայերը, բայց մի հատ լավ խոսք կա։ Քարավանը երբ որ գնում, մաշինները հաչում են։ Միգուցե շատ-շատերին վիրավորում է,
Գիտեք, երբ որ այդ ուղտերը գալիս են, այդ պահին հաչում են, երբ որ այդ ուղտերը հանգստանում են, նստում են, էլ չեն շարժվում իրանց տեղից, նստած են, չեն շարժվում, պրոստը նստած են, այդ գյուղի շները չեն հաչում, որտեղ շարժ չկա։ Հենց այդ քարավանը սկսում է նորից շարժվել, ամբողջ գյուղի շներն սկսում են հաչել։ Հասկանում ես ինչ եմ ասում քեզ։ Հետաքրքիր շնորհիչ կանի։ Դու գնա։ Դու ունես տեսիք և դու գնում ես քո ճանապարհը։ Մենք գնում ենք դեպի Տերը։ Նա մեր Աստվածն է։ Ով ինչ է խոսում, հա? Ով ինչ է այնտեղ։ Եթե դու կանգնես հոգևոր կյանքի մեջ, այդ հաչոցը կգտրի։ Մտածում եմ կգտրի։ Բայց երբ որ դու գնաս այդ հաչալը, եթե հաչացող կա քո վրա, ուրեմն նորմալ է։ Հա, ում վրա կա հաչացող։ Հա? Նորմալ է։ Ընդհանրապես Աստված շներին շատ է սիրում և շներին մի քանի անգամ համեմատում է հոգևոր թեմաներով։ Բայց այս հաչալը, այս այն հաչալը չի։ Սա պարզապես հաչում է, որ խանգարը, քարավանը գնում է և շները սկսում են հաչալ։ Ուշադրություն մի դարձին, այսինքն այսօր պատերազմը քո ձեռքերի մեջ է։ Եվ աչքերի մասին Տերն ասում է, թող նրանք չգնան քո աչքի առաջից, անընդհատ քո աչքերը թող նայեն իմ խոսքերին։ Որդյակս քո սիրտդ ինձ տուր, թող քո աչքերին էլ հաչելի լինեն իմ ճանապարհները, Աստված ինձ ասում էր։ Թող նրանք չգնան քո աչքի առաջից։ Դավիթ թագավորը այս ձև խոսքեր ուներ։ Իմ աչքերը ամեն ատեն Տիրոջը կտեսնեն իմ աջ կողմը կանգնած։ Ինչքան լավ է։ Ու պատկերացնում ես, ուր որ գնում է, վտանգների մեջ է, պատերազմի մեջ է։ Շատ խիստ վտանգներ կան, նույնիսկ մահվան վտանգներ, նա նայում էր եւ Աստված իր կողքին էր։ Սա ինչ է նշանակը։ Աստծո խոսքը ինքը հենց Աստված է։ Սկզբում էր խոսքը, խոսքը Աստծո մոտ էր եւ խոսքը Աստված էր։ Եվ խոսքը մարմին հագավ եւ բնակվեց որտեղ ով որ բացի իր սիրտը կարող է այնտեղ բնակվի։ Ինձ սիրողը, եթե մեկը ինձ սիրի, իմ խոսքս կպահի եւ ես ու Հայրը կգանք, ընթրիք կանենք իր հետ, իր ներս, խնջույք կանենք, մենք նրա հետ կլինենք, երբ որ խոսքը պահում են, երբ որ մեր աչքերը նայում են այդ խոսքին, դրանց վրա են մտածում միտք առնում, երբ որ քո աչքերը ուղղված է, Տեր, բա դու ինչ ես ասում, կարևորը իմ քո խոսքն է։ Մենք այս նույն աչքերով կարանք ուրիշ բաներ են նայենք։ Հիշում եք, շատ են պատմել եւ այդ մասին։ Եվ ասում է, անորենը եկավ եւ նրան ասավ, խոսք ասավ, մի հատ խոսք, սեմ ցանեց, ու շատ իրեղի ով ինչ է խոսում, կողեր, սխալ սերմեր չի ցանում արդյոք։ Տերը քեզ չի սիրում։ Всё, վերջ։ Դες բան չկա։ Տերը իր սերը ցույց տվեց այն ժամանակ մեր նկատմամբ, երբ որ իրան չէին կեր ճանաչում, նա մեռավ բոլոր աշխարհի մարդկության համար, եւ դու դրանց մեջ ես։ Դու դրանցից մեկն ես։ Եվ Սատանան եկավ եւ այն ասավ. Արդյոք Աստված ասավ, որ այս ծառերից չուտեք։ Ասավ, այս ծառերից չուտեք։ Շատ խորամանկ զրուցա չէ։ Գիտես ոնց է, հարևաններով հավաքված են զրուցում են, ինչ-որ մեկն է ընդդալի, բան ուզում իմանա, հա? Հետ չեղեն ատա հենց, դու չփորձես երբեք այդ ձևով մեկից ինչ-որ բան իմանաս, կամ սրտի մեջ ինչ-որ բան գցես, խորագիտությունը լավ բան է, խորամանկությունը չարությունը, Սատանան խորամանկ էր,
Օձը կենդանիների մեջի ամենախորամանքն էր։ Եվ այդ խորամանկությանը օգտագործեց Սատանան։ Ես միշտ մտածում եմ, որ դրանից հետո օձը միշտ ասում էր, այ ինչին էր պետք։ Ինչին էր պետք։ Ուշ արդեն փորի վրա միջև այսօր սողալով մանականի։ Եվ օձին տենողը ինչ անեն։ Հե՞։ Մի քիչ դուխը դերնա գլուխը ջարդում է։ Խեղճ։ Կարող այդ օձը վնասել չտա։ Բայց մարդը իր վախից գլուխը ջարդում է, որտեղ գրված է կնոջի ծնվածը կջարդի օձի գլուխը, դա խոսում էր Հիսուսի մասին, որ Աստված կգա կնոջից կծնվի եւ կջախջախի սատանայի գլուխը։ Եվ այն ասավ Աստված թողում է, որ այս ծառերից ուտեք, այս ծառից ուտես, ասում է, հա, մենք ուտում ենք, բոլոր ծառերից էլ ուտում ենք, մենակ այս մի ծառից չենք ուտում, ստեղից ասավ, եթե ուտեք կմեռնեք։ Գիտես սատանային շատ կարևոր է քեզ կանչի զրույցի, խոսքի կանչի։ Երբեք փողզիջման չգնաս նրա հետ, ոչ մի անգամ։ Եվ հետո ասում չեք մեռնի։ Աստված գիտի, տեսեք ինչ է, սերմանում է, ինչ է լսեմ քո ականջը, սերմանում է Եվայի մեջ, ականջով տալիս է սխալ խոսք, որը սկսի կասկածել իր ստեղծող Աստծու վրա, որ արդեն իրանց ստեղծել է իր նման, իրանց պատկերի նմանությամբ։ Արդեն կատարյալ աստեղծել, Աստծուն դուր է գալ եւ ասում Աստված տեսավ, որ ամեն ինչ բարի է ու լավ է։ Ամեն։ Եվ Սուրբ Գիրքը ասում է, որ Սատանան ասավ չես մեռնի։ Աստված գիտի, որ դրանից ուտեք իրան նման կեղնեք։ Դրա համար չի ուզում, որ ուտեք։ Եվ գիտեք դրանից հետո ինչ եղավ։ Եվ անկերավ, չկերավ։ Բայց այդ սերմը հերիք էր, ուզում եմ ասեմ, ինչ ես դու լսում։ Եթե դու սխալ երգեր ես լսում, ընդեղ քո մտքիդ մեջ սկսելու է սխալ մտքեր կան։ Եթե սխալ խոսքեր ես լսում, կասկածանքներ Աստծո վրա, եկեղեցուդ վրա, ընկերներիդ վրա, շրջապատիդ վրա, մեկը եկել է մյուսին ասում, այն մյուսը լավը չի, դրա հետ ընկերություն չանել, ոչ մի բան քեզ չեն արել, բայց դու սկսում ես չշփվել այդ մարդու հետ։ Սկսում է ատելություն գալ քո սրտիդ մեջ, որովհետև չարություն, սերմը գցել է, այդ սերմը դու թույլ ես տվել ընկել է քո մեջ։ Եվ Եվա չգերավ մի անգամից։ 3 անգամ գրված է նույն խոսքի մեջ, եւ Եվան նայեց ծառին, նայեց, ու տեսավ, որ շատ սիրուն ծառ է, վտանգ չկա, մենք էլ ենք գիտեք էցև, լսում ենք, հետո սկսում նայել, նորմալ է, ոչ մի բան չկա, ես ու մեղք չեմ գործում, ես նայում եմ, իրականում մեղքը մի անգամից չի գալիս, ու դու կարող ես չհասկանաս, որ դա մեղք է։ Եվ հետո ասում է շատ հաճելի էր, փափագելի էր ծառը։ Նայում էր ու ինքը տեսնում էր շատ սիրուն է, շատ լավն է, շատ գեղեցիկ է ծառը։ Եվ հետո վերջապես կատարվեց այն, որովհետև սկսեց լսածի վրա մտածել իր սրտի մեջ, սկսեց դնել այն ինչ որ սատանան էր ասել, ոչ թե Աստված, Աստված իրան ասել էր, չուտես եւ վերջ, չուտեք, որ չմեռնեք, այս կարևոր խոսքը թողեց եւ սկսեց լսել մի հատ խաբեբայի։ Ուշադիր եղիր, ում ես լսում եւ ինչի ես դու նայում։ Եթե լսեցիր, սկսելու ես մի հատ էլ նայես, շատ հետաքրքիր է։ Հայ ես մեղք չեմ գործում, նայում եմ բարձրացում, ու մեղք չեմ գործում, ընդեղ հա մեղք են գործում, բայց հո ես մեղք չեմ գործում։ Հետո գալիս է պահը, որ բոլորս էլ դառնում ենք այն, ինչ որ նայում ենք։ Դավիթն ասում է, ամեն ատեն իմ աչքերս Տիրոջը կնայեն։ Եվ այնքան նայեց Եվան, նայեց, որ
վերցրեց և կերավ պտուղը, գործեց, ուզում ենք շարունակեմ, ուրեմն Մատթեոս ավետարանի 6-րդ գլուխ 22-23 խոսքը, տեսեք ինչ ասեմ, մարմնի ճրագը աչքն է, այս աչքը լույսը, մարմնի ճրագը աչքը, եթե քո աչքը պարզ լինի, քո բոլոր մարմինը լույս կլինի, բայց եթե քո աչքը չար լինի, քո բոլոր մարմինը խավար կլինի, ուրեմն եթե այն լույսը, որ քեզանում է խավար է, ապա խավարը որքան ավելի, այսինքն եթե դու Հիսուսով լուսավորված ես, քո աչքերը պարզ են, դու չես փախցնում քո աչքերը, դու շատ պարզ ես, կարաս նայես մարդկանց աչքերի մեջ և չես ամաչում, պարզ ես, չար բան չես մտածում, պարզ է քո աչքերը, ու երբ որ նայում ես, այդ մարդկանց վրայով էլ չար բան չես մտածում, հասկանում ես, դու կարում ես նայես, շատ մարդ իր աչքերը թաքցնում աչքերը, մի հատ նայում ես աչքերի մեջ, մեկ էլ չի ուզում նայեք ես, մարմնի ճրագը այս աչքն է, եթե մենք Հիսուսով ենք ապրում, Աստծո բարի խոսքը այդ լույսն է գալի, մենք լույս ենք պրոստը, մեր միտքը պարզ է, մեր մտածմունքները պարզ է, մեր որոշումները պարզ է, դու մաքուր ես, դու անկեղծ ես, հեչ տեսել եք չար աչքմորդ, աչքը կպավ, այն որ աչքով են տալի, չէ, այս աչքով տալը մի քիչ ուրիշ է տաչի, չգիտեմ, հայերն ունեն այդ ձև բան, մեկը միտեղ ուշադիր մեկին նայեց մի բան եղավ, ուրեմն ասում աչքով տվեցին, ու դրա համար իրաց տների մեջ փուշ-փուշ են դնում, որով գա եթե չար աչքել է, այդ փուշը ծակի ինչ անի չեմ անում, այդ այս բան չկա, նալ են կպչնում, աշկ չկպչի, աշկահուլունքներ, չանեք դա այս բան, դա մեր կա ժողովուրդ, մեր թեման մեկ ինչ Գևորգ Աղբերը փոխեց։ Չար նայվածք, նայում ու անընդհատ կասկածում, նայում ու չհավատում քեզ, նայում ու մտածում ոնց անի քեզ խաբի։ Բերանը շատ կարա ջանուղուր բան անի, բայց սրտի մեջ ատելությունը։ Մարդու աչքերը շատ անգամ հենց հոգու պատուհաններ են այդ մարդու։ Ու երևում է, շատ անգամ երևում է։ Ու դրա համար մարմնի ճրագը աչքն է, եթե քո աչքը պարզ է, մեր աչքը մենակ պարզ կարա եղնի այն դեպքում, եթե մեր սրտի մեջ Աստծո խոսքն է թաքնված։ Ամեն։ Պարզություն, մաքրություն, սրբություն, պարզ է քո աչքը, հա? Շատ բան չեմ ուզում ասեմ, աչքերի մասին ենքան բաներ կա գրված, նույնն էլ ականջների մասին, ուրեմն համար առաջի ուշադիր եղնենք մեր ականջներով ինչ ենք լսում, երկրորդ ուշադիր եղնենք ինչ ենք նայում, հա, ուշադիր եղնենք ինչ ենք նայում, և երրորդը զգուշություն անենք մեր մտքի վրա, որտև Աստծո խոսքը հենց դա էլ մեզ ասում է, թող նրանք չգնան քո աչքի առաջին, պահին նրանց սրտի մեջ, որ նրանք կյանք են նրանց գտնողներին և նրանց բոլոր մարմնի բժշկություն, ամենը զգուշությունից ավել, զգուշությունը քո սրտի, որ նրանից են կյանքի ելքերը։ Մեր միտքը ինչ է մտածում։ Օրինակ, Աստված Հեսուին ասում էր, նա տեսավ, որ Հեսուն վախենում է։ Եթե մարդը չվախենա, Աստված երբեք չի ասում մի վախենա։ Նա տեսավ, որ մենակ է մնաց Հեսուն, և Հեսուն շատ վախեցած է։ Եվ մոտեցավ և ասավ. Հեսուն, նորից նույն խոսքերը, այս օրենքի գիրքը թող քո աչքի առաջից չհեռանա։ Գիշեր ցերեկ նրա վրա մտածի։ Ամեն։ Քո աչքիցը չհեռանա և մտածի նրա վրա։
Ես ասեմ մի կարևոր բան, եթե մենք թույլ ենք տալի մեր ականջները անընդհատ լսում են Տիրոջ քաղցր խոսքը եւ բարի խոսք, լավ քարոզներ, ճիշտ հավատքի խոսք, ճիշտ մաքուր ախարդալ բնական Աստծո կաթը, որ Տերը խոսում է մեզ դրա մասին, եւ մեր աչքերը նայում են Տիրոջը, նրա խոսքին, ծարաված ենք, փափագած ենք, ոնց որ Դավիթն է ամեն տեղ փնտրում է ու տեսնում է իմ Աստվածս իմ հետ է։ Այս մարդը պրոստը կսկսի մտածել Աստծո օրենքի վրա։ Մեր միտքը մի հատ մեծ պատերազմի դաշտ է։ Սատանան շատ անգամներ կարա այնտեղ քարեր գցի, շատ մտքեր բերի, չար մտքեր, բխծության մտքեր, հայհոյանքի մտքեր, ես չգիտեմ, ատելություն, 100 տարի առաջ եղած ինչ-որ պատմություն բերի, որ դու բարկանաս, ջղայնանաս, նորից հիշես ու նորից կորցնես քո Աստծո ներկայությունն ու խաղաղությունը։ Դա պատերազմի դաշտ է եւ այդ պատերազմի դաշտը մենք այնտեղ պետք է կրվենք եւ այնտեղ պիտի հաղթենք։ Ամեն։ Ինձ Աստված ասավ, եթե դու շարունակես մտածել դրա մասին, ես քեզ չեմ օրհնել։ Հնարավոր չէ օրհնել։ Որովհետեւ դու սկսում ես չարանալ, բարկանալ, ջղայնանալ, դու կորցնում ես ինձ։ Եթե մենք կորցնում ենք Տիրոջը, կորցնում ենք խաղաղությունը մեր, հետո գիտեք ինչ հայերն, հիվանդանում ենք, ներվային ենք դառնում, հոգեկան հիվանդներ, ջղայն մարդիկ։ Երբ որ մենք ուզում ենք ներենք ինչ-որ մեկին, ուրեմն պետք է հետո էլ մոռանանք դա։ Ամեն, մոռացի, ինչ են արել քեզ, ինչ են խոսացել, մոռացի ու երբեք մի հիշի, մտածի Տիրոջ օրենքի վրա, այս է հաղթանակը։ Շատ սխալ է, երբ որ մարդիկ մենակ կանգնում են հավատացյալները, Աստանում հավատացյալներն են դա անում ու ասում են, ետից գնա Սատանա, ետից գնա Սատանա, չի գնում, գիտես ինչ չի գնում, որովհետև դու նորից մտածում ես դրա մասին։ Ոնց անեն, որ չմտածեն, մտածի Տիրոջ օրենքի վրա, այսինքն դու սկսի քո միտքը ղեկավարել, դու ազատ կամք ունես, քո միտքը պետք է ղեկավարես, որ միտքս պետք է մտածի Տիրոջ ասածի վրա, իսկ իմ Աստված ինձ ասում է, ես քեզ սիրում եմ, ես քո հետ եմ, ես քեզ չեմ թողել, հայրդ ու մայրդ էլ քեզ թողնեն, ես քեզ չեմ թողնել, այս ձև։ Գիտեք, անօրենը, երբ որ գալիս էր Հիսուսը անապատի մեջ եւ հանդիպեց Հիսուսին։ Եթե նա հանդիպում էր Հիսուսին, մենք ով ենք որ չհանդիպի, հա՞։ Եվ Հիսուսին եկավ հենց այն պահին, որ նա սոված էր։ 40 օր անապատի մեջ սոված էր։ Եվ առաջի բանը, որ բերի գայթակղություն, սա էր, դե եթե Աստծո որդի ես, ասա որ քար դառնա, այս քարերը հաց դառնա։ Ինձ ու քեզ պետք չի որևէ մեկին ապացուցենք, որ մենք Աստծո որդի ենք, մենք Աստծո որդիներ ենք, ու վիսո հաստատ դու իմացի դա, եղավ, պետք չի, և Հիսուսը պարզապես Աստվածաշնչից խոսք ասավ, գրված է, ոչ մենակ հացով կապրի մարդ, այլ ամեն մի խոսքով, որ դուրս կգա Աստծո բերանից, այդ խոսքերը կյանք են տալի մեզ, հա, կյանք են տալի մեզ, 23-րդ խոսքն ասում է, ամեն զգուշությունից առավել զգուշություն արա նրանց քո սրտին, որ նրանք կյանք են, կյանքի երկրներն են, և 22 խոսքը, որ նրանք կյանք են նրանց գտնողներին և նրանց բոլոր մարմնին բժշկություն։ Երբ որ այդ խոսքերին մենք տեղ չենք տալի, մենք սկսենք ջղայնանալ, բարկանալ, նեղանալ ու ամբողջ օրը դու պատկերացրու այդ ձև ներվային ման ես գալի։ Ես քեզ սովորեցնում եմ ոնց անես, որ չջղայնանաս։ Սատանան միշտ գալու է քո թույլ տեղը գտնի և քեզ բարկացնի։ Ինչ-որ մի բանով։
ուշադրություն մի դարձի։ Հա? Մի բարկան։ Նա կողքինիդ նայ ասա մի բարկան։ Մի բարկան։ Պրոստ։ Ամեն ինչի Տերը Աստված է։ Հա? Որ նրանք կյանք են նրանց գտնողներին և նրանց բոլոր մարմնին բժշկություն։ Եթե մենք սա չենք անում, ուրեմն մեր մարմինները հնարավոր է հիվանդանան, թե չէ։ Հնարավոր է հիվանդանան։ Այո։ Մենք գնում ենք բժշկի։ Ես սրանից մի 20 տարի առաջ գնացել եմ բժշկի և ինձ ասում է բժիշկը, այն ինչ որ դու հիվանդացել ես, դա քո ներվերից է եղել։ Եվ շատ հիվանդություններ առաջանում են մարդու պարզապես ներվերից։ Մտահոգություն ասելը մի քիչ է։ Անընդհատ նեղված, ջղայնացած, մտահոգված ինչ-որ մի վիճակից։ Մի նեղանա, մի բարկանա, Աստծո խոսքի վրա մտածի, ամեն, լսի Աստծո խոսքը, նայի Աստծո խոսքին և մտածի Աստծո խոսքի վրա, որովհետև նրանց գտնողներին, ովքեր գտնում են այդ խոսքը, նրանց մարմիններին բժշկություն է գալիս։ Հալելույա Հիսուս։ Ես հավատում եմ սա, հավատում եմ այս խոսքերին։ Էլի երկու համար պիտի կարդամ, Եբրայեցիս 12:14-15 խոսքը։ Հետևեք խաղաղության ամենի հետ։ Ասա Տեր խաղաղություն եմ ուզում։ Գիտեք ինչ ասում Տերը աղոթք քանելուց առաջ ինչ խնդրեք։ Երկնային խաղաղությունը, նրա արքայությունը։ Չէ մենք մտածում ենք, եթե փող ունենանք, խաղաղ կերնենք։ Չէ, շատ փող ունենալ մի կերպ վախենալ մեզ։ Չէ։ Որ շատ փող ունեցար մի կերպ կարող է գան ասեն մի քիչ բարդով դուր մի կերպ նեղվի դես։ Օգուտ չի բերում։ Լսեք։ Հետևեցեք խաղաղության ամենի հետ և սրբության, որ առանց նրանց ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Ուրեմն հետևեցեք խաղաղության բոլորի հետ։ Ոնց կարելի է մեկի հետ խաղաղության ունել, որ մարդը հետմելով չի շփվել։ Հա? Կա դա հենց մարդ ձեր կյանքում որորս սա գալիս է երկրորդ բառը կռիվ է։ Աստված ասում է, խաղաղությամբ հետևեցեք և սիրով բոլորի հետ, հա? Եկեք մի հատ էլ կարդանք այդ բանը։ Հետևեցեք խաղաղության ամենի հետ և սրբության, որ առանց նրան ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Ուրեմն խաղաղության և սրբության։ Մի կորցնի քո խաղաղությունը անկախ նրանից ով ինչ արել։ Դու Աստված ունես, նա մտածում է քո մասին։ Ամեն ինչ չի, որ մենք կարանք փոխենք, հա? Մենք չենք կարա մեր բոյի վրա մի քիչ էլ բոյով ավելացնենք, մեր մազը գույնը փոխենք, եթե չներկենք, գույները կարում են դա անել, ներկմեն, բայց դա ժամանակավոր է։ Այսինքն մենք այնքան բաներ կա, որ չենք կարա անենք, որպեսզի ունենանք խաղաղություն, ես պրոստը վստահում եմ իմ Տիրոջը, հետևեք խաղաղության և սրբության բոլոր մարդկանց հետ։ Եթե մարդիկ կան, որոնց հետ դուք շփվում եք, բոլորի հետ պիտի խաղաղ եղնենք և սուրբ։ Զգույշ կացեք, որ մեկը հետ մնացող չլինի, Աստծո շնորհքից է, որ մի դառն արմատ վեր չբուսնի և նեղություն տա, և նրանով շատերը պրծվեն։ Դառը արմատ գիտեք որտեղից կբուսնի, երբ որ թույլ եք տալիս սատանա սխալ մտքեր բերեմ, սխալ ցանկություններ բերեմ, նայում ենք սխալ բաներ, լսում ենք սխալ բաներ, գալիս է մեր սրտի մեջ այդ սխալը, արմատ է գցում և մեկ էլ դնում ես պտուղ տվեց ու սկսեց այդ մարդը հետ մնալ հոգևոր կյանքից։
Գործք առաքելոց 5-րդ գլուխ 3-4 խոսք։ Տեսեք ինչ հակատարվում են մարդկանց հետ, որոնք որ թույլ են տալիս սատանային։ Եվ Պետրոսն ասեց Անանիային. Ինչու համար սատանան քո սիրտը լցրեց, որ դու սուտ խոսես Սուրբ Հոգուն եւ ագարակի գինը թաքցնես։ Չէ որ նա որ կենում էր քոն էր եւ ծախվածն էր քո իշխանության տակ էր։ Ինչ էր որ այս բանը դրեցիր քո սրտի մեջ, ոչ թե մարդկանց սուտ խոսես, այլ Աստծուն։ Ճանաչում եք Անանիային։ Ո՞վ է ճանաչում Անանիային։ Մարդուկին է։ Առաքյալների ժամանակ գալիս էին եկեղեցի սիրով նվիրված ծառայում էին, ու սրանք տեսնում էին, որ մարդիկ կային, իրանց դաչեքը ծախեցին, բերեցին, տվեցին առաքյալներին։ Եվ իրանք էլ մտածեցին, մենք էլ անենք, ու ծախեցին իրանց դաչեն, ոչ մեկին չի ստիպել, որ անեն։ Եվ ծախեցին ու մտածեցին։ Կեսը պահենք, բերենք տանք Պողոսին, ասենք Պետրոսին, սա ամբողջ մեր ագարակի գինն է, դաչի գինն։ Երբ որ բերեցին, Սուրբ Հոգին Պետրոսին ասավ. Սուտ է խոսում։ Իրանք թաքցրել են։ Եվ տեսեք ինչ ասում Պետրոսը. Ինչի թույլ տվեցիր սատանան քո սիրտդ լցնի։ Չէ որ դա քո իշխանության մեջ է, դու կարայր վավշի չտարիր։ Կարայր բերին ասել այսքան եմ ուզում տան։ Բայց դու մարդուն չես սուտ խոսում, դու Աստծուն Սուրբ Հոգուն մեր գործեցիր, Սուրբ Հոգու սուտ խոսացիր։ Եվ ասում է Անանիան ընկավ եւ մեռավ։ Ինչու թույլ տվեցիր, որ սատանան լցնի։ Եթե մենք թույլ ենք տալի, եթե մեր ականջները չի լսում Աստծո խոսքը, մեր աչքերը չի նայում Աստծո խոսքին, 100% իմացի, ուրեմն դու սատանային ես տեղ տալու։ Չկա մի հատ միջանկյալ վիճակ, որ ասես ես չեմ տեղ տալիս։ Աշխարհը, ցանկությունները, մարմնի ցանկություն, ցանկացած բան, որ Աստծուց դուրս է, դա քեզ տանելու է կործանման։ Եվ սրանց ինչու թույլ տվեցիր, որ սատանան լցնի։ Հա? Մի հատ եկեք այդ տեղը կարդանք։ Եվ Պետրոսն ասեց. Անանիա, ինչու համար սատանան քո սիրտը լցրեց, որ սուտ խոսես Սուրբ Հոգուն։ Մեզանից բոլորս գիտենք ինչն է լավ, ինչը վատ, հա? Դաժե շատ բան կարևոր չի, որ ուսկի ասեն։ Մենք գիտենք։ Բայց սատանան ինքը թույլ էր տվել, որ սատանան լցնի մեջը։ Իրան հաճելի էր դա։ Ինչն էր պատճառը, որ Հուդան մատնեց Հիսուսին, թույլ տվեց, որ սատանան լցնի նրա միտքը, հոգին, արծաթասիրությունով։ Եվ նույն բանը կատարվեց Անանիայի հետ։ Մի հատ շրջվի կողքինիդ ասա, թույլ չտաս, որ սատանան լցնի։ Լսի Աստծո խոսք, նայի Աստծո խոսքին, նայի Հիսուսին, նայի հավատքի մարդկանց, լավ բաներ լսի, ուրախ բաներ լսի, լավ վկայություններ լսի, քաջալերող բաներ լսի։ Հա, երբ որ Աստված գալիս է, նա միշտ հույս է տալի, ասում է ես եկել եմ, որ քեզ կյանք տամ։ Ես չեմ եկել քեզ կործանեմ, ես եկել եմ քեզ կյանք տամ, հույս տամ, ապագա տամ։ Սաղմոս 1, քանի հոգի ասիրը առաջի սաղմոսը։ Լատեսեք ինչ ասում առաջի սաղմոսի մեջ։ Երանելի այն մարդը, ասա ես, նա է կողքինի տասայեղն է կեզ։ Երանելի այն մարդը, ուզում ես երանելի լինես, տեղ չտաս սատանային, սխալ քարոզների տեղ չտաս, սխալ մտքերի տեղ չտաս, Այն որ եկել են ասում են քո հետևից sense բան են խոսում, այդ մարդը սատանայի մարդ է, տեղ չտաս դրան, նա եկել է որ քո միտքը
պեղտորի կեղտոտի, նա հետո տեղից գնալու է ու դու սաղ գիչեր չես գնելու։ Առավոտն էլ դավլենիդ բարձացած է եղնելու։ Գործ չունես։ Սխալ տեղ մի նստի, սխալ կախրած կողքին մի նստի, չոքացու տեղ աղոթել դու դրան։ Դա դրան կփրկի։ Հա? Եթե մեկը ինչ-որ մեկից գալիս է քեզ ասում, քեզանից բամբասում են, ուրեմն քեզանից էլ գնում է նրան ասում։ Էդի նորմալ մարդ չի, դա Աստծուն կորցրած մարդ է։ Ասա սատանային ծառայելով անկախ իրանից, ես չեմ ասում նա գիտի դա, նա անկախ իրանից ծառայում է սատանային։ Լսի, երանելի այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի գնում։ Ալելույա, խորհուրդ, ամբարիշտ մարդկանց խորհուրդներով չի գնում, ամբարիշտ մարդկանցից աշխատում է հերոս գործում է, բարիա, երանելի է այդ մարդը, և հետո շարունակում է, և մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում, և ծաղր անողների աթոռի վրա չի նստում, գիտես խի են ծաղրում, որ իրանց բարձացնեն, իրանց բարձացնող չկա, նրանք ինչ-որ մեկին պտի ցածրացնեն, ծաղրեն, որ իրանք կզգան իրանց բարձր, գովելին նա չի, որ իրանք կգովի, այլ նա, որին որ Աստված է գովում, այդ ձև մարդկանց հետ մի նստի, երանելի է այդ մարդը, մի հատ նոր ես կողքինից նայես ես, մի հատ սուրասից սերն դուր, հպի մի համա չի, էրնակ կես, Ալելույա, եթե այդպես չի ուրեմն սրանից հետո գնա այդ ձևել արավ, այլ նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է, քանի հոգի ստեղ ազատ կամք ունի, բոլորս ազատ կամք ունենք, ամեն, նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է, այսինքն այս որոշումը դու ես որոշել, ես Տիրոջ օրենքի մեջ պիտի եղնեմ, ինձ ոչ մեկը չի կարա պահի, ես ստիպելու եմ իմ աչքերս նայեն Աստծուն, և ստիպելու եմ իմ ականջներս լսեն Տիրոջ խոսքը, ես ստիպելու եմ իմ մտքին, որ մտածեմ Տիրոջ օրենքի վրա, ամեն, իսկ եթե սատանան հանկարծ տեսավ դու մտքիդ մեջ ուրիշ բաներ ես մտածում, անընդհատ նա խփելու է նույն տեղը, որովհետև դա դու ես ուզում, դուրս արա մեկը դուր, ոչ թե ետիս գնա ասելով, այլ պրոստը հենց այդ պահից սկսի մտածել Տիրոջ օրենքի վրա և ինքը առանց քեզ ասելու կփախնի, որովհետև երբ որ դու մտածում ես, ամենակարողը գալիս, եթե նա եկավ, վերջ, արգայությունն է գալի, խաղաղությունն, սրբությունն է գալի, դու փոխվում ես, դու խաղաղվում ես, ձեր հոգսերը հանձնեք Տիրոջը, ինչի համար ասեմ, հերիք դարդան ես, հանձնի Տիրոջը, էդ էր հանձնի, ամեն ինչ հանձնի Տիրոջը, նա հոգան է, ու վսյո, դու մտացի իր օրենքի վրա, քայլ արա հավատքի, այլ նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է, և ցերեկ ու գիշեր նրա օրենքի վրա է մտածում, ամեն, ցերեկ ու գիշեր, քանի հոգի կա այստեղ, որ մտածում է միշտ Տիրոջ օրենքի վրա, տանը, Տերը օրհնի ձեզ, ավտոյին, հաց ուտելուց, մեկ որ շատ մարդ հայեղնում կողքիդ մտածում ես այն մարդ սպասել է, ես առստանալու միջ, Տեր ջան, ալելույա, եղնում է հետ, ես անհավատի ընտանիքում եմ հավատքի եկել, ու շատ անգամ տեղ չի եղել, որ առանձնանամ, մտել եմ տուալետ, ունիտազի կողքին ծնքի եմ եկել, այդ տուալետը շատ փոքր տուալետ էր, շատ փոքր, գիտես, ընդի որ դու անկես փնտրում ես Տիրոջը Տերը չի նայում, դու որտեղ ես, նայում ակոր սրտին, ես լսել եմ լիքը մարդ ասում են, հնարավորություն չունեմ աղոթելու, դու զուգարան գնում ես, դու զուգարան գնում ես, աղոթի, եթե այդքան վախենում ես, ես եղնում առանձնանում եմ դեր, եղնում է առանձնանում էին բալկոնչիկը բացում է ու նայում, ու սկսում կանչել Տիրոջը, ու նա գալի
սեր խոսում էր։ Դու կանչի և նա գալու է։ Քո նեղությանը տորը կանչի ինձ և ես պիտի գամ։ Ալելույա Տիրոջը։ Ես մի օր մեր բալկոնչիկն խորոված եմ անում։ Ուй, ասում եմ Տեր ջան, էվնակաս, իրար հետ մի կտոր խորոված ենք։ Սա ամբողջ իմ սրտից չգիտեմ ինչի, ծարավեր, սիրտս ծարավեր Հիսուսը։ Գիտեք ինչ ասավ Տերը։ Արմեն, դա այս ակաժներով չի լսվում, դա աստեղ է լսվում։ Ու իմ կոմպարս, Արմեն, ես այդ ձևի գիրակորներով չեմ գիրակրվում։ Ես արշել էի։ Ու շարունակում է, ես գիրակրվում եմ ձեր արած բարի գործերով։ Այ քեզ բան, հալելույա քեզ Տեր։ Ուզում ես Տերը քո հետ ընկերություն անի գա, ինչքան լավ գործ անես հավատա նրան կշտացնում ես։ Ինչ-որ մեկին օգնում ես, այցելում ես, մի բան ասում ես, խորհուրդ ես տալի, հասնում ես, Աստծուն կշտացնում ես, նա ուրախանում է, նա գերակրվում է, նա սորանում է։ Երանի նրան։ Այլ նրա կամքը Տիրոջ օրենքի մեջ է, ցերեկ գիշեր նրա օրենքի վրա է մտածում, և նման այդ մարդը, և նա ջրերի գնացքումը տնկված ծառի պես է, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին, և նրա տերևը չի թափվում, և ամեն ինչ որ անում է, հաջողվում է նրան։ Ալելույա Տիրոջը։ Հա, այս սա է։ Սերներ, այսօրվանից մի հատ լավ որոշում կայացրա քո կամքով, քո մեջ որոշում։ Տեր, իմ ականջս քո երգերը պիտի լսի, իմ ականջս քո խոսքը պիտի լսի, իմ աչքերս քո խոսքին պիտի նայեն, հետևեն քո խոսքերին ու քեզ։ Դա Տերը մեզ հետ է, Տերը մեզ հետ է, ամեն տեղ։ Ես ոնց եմ սկսել Տիրոջ հետ քայլել։ Երբ որ ես իմացել եմ, որ Աստված մեզ հետ է, ես իմ տանը գործ անելուց, ես մի հատ աթոռ էի դնում կողքիս ու իմ մոտ միշտ գալիս էին ընկերներս եկեղեցուց, ես չէի թույլ տալ այդ աթոռը նստել։ Ես Հիսուսի աթոռն այն ինձ դեռ նստած եմ։ Հավատացեք, ես իրան հարցնում եմ և ինքը ինձ պատմում էր։ Այնքան բաներ, ես իրան ասում եմ ինչ կարող եմ, ասում եմ ինչ կարող եմ։ Ես ասում եմ, բա ինչ որ բան ասում եմ, ես տնից դուրս էի գալի, հենց այդ նույն բաները ինձ հետ պատահում են, և այդ մարդիկ հանդիպում են, ես արդեն գիտեի, ինչ պիտի ասեմ։ Հիսուսն ասում էր, ես ինձանից ոչինչ չեմ անում, ինչ որ հայրը ցույց է տալի, այն անում եմ, ինչ որ լսում եմ, այն էլ խոսում եմ։ Ես Հիսուսին հարցնում էի։ Մի օր միտեղ ինձ փող են պարկ, ավելի ճիշտ պարկ չեն, պրոստը չեն տվել, ես չեմ էլ գնացել, որովհետև այն ժամանակ կոշկագործ է աշխատում և շատ բռակ գործեր էի արել։ Բայց կարայի գնայի ստանայի, ես գնացի ասի մի հատ հարցնեմ, փողը պետք։ Աղոթեցի, ասեցի Հիսուս ջան, արի իր հետ գնանք։ Հիսուսը եկավ։ Իր հետ գնացինք ամբողջ ճանապարհը, ավտոբուսով գնացինք։ Դուռը բացեցի, Հիսուսի հետ քայլելը իրականություն է, իմ ֆիզիկական աչքերով ես չեմ տեսել Տիրոջը, բայց ես գիտեմ նա իմ հետ է։ Ես դուռը բացել եմ ու մի կողմ եմ քաշվել իմ տերս ամտել, ինչ որ կա ես այդ ձև եմ, ես այդ ձև եմ ապրում եմ, երբ որ ես ծնկի եմ գալի, ես գիտեմ նա տեղ է, ու վսյա, ինձ ասում են խես ախորքից հետո հենց անում, ես չգիտեմ դուք խիչ եք անել։ Նոց տեղ հասարակ մարդու ձեր բռնելուց եմ, շատ անգամ երկու ձերքով բռնեմ, մի քիչ ես հենց իշնեմ, իմ հարգանքն եմ ցույց տալի, բա ամենակարողն է։ Հա, ես հետո սենց եմ անում։ Թագավորը ինքը մտավ, հետո ես մտա։ Գիտեք հետաքրքիր է որն է, այդ ցեխի պետը տեսավ ինձ, եկավ փաթաթվեց, Արմեն ջան, լսում էիր, քիչ ես գալի։
Հողուն ես ստանալու։ Կաշխատես էլի մեր մոտ։ Ասում եմ, ոնց չեմ աշխատի։ Կաշխատեմ։ Դե մտի զագատովկեքը վերցրա պահեստից։ Ես գնացել եմ զագատովկեքը ու նայում եմ իմ կարած կոշիկները։ Չի է ծախվել դեռ դրած։ Ամեն վարպետ իր արած գործը պիտի։ Երբ որ Հիսուսի հետ ես, Տերը օշնում է։ Տերը պահում է, օշուց։ Ես չեմ ասում գնամ բրակ բաներ կարեք, ես չի ասի, որ բրակ ասել էր, պարզապես չէր ծախվել կոշիկները, բայց ինձ սպասում է իրանք։ Հիսուսի հետ օշնություն կա։ Նրան բան չթողնես, եկեք կանգնենք նրա առաջ։ Նա այստեղ է։ Կանչի նրա անունը։ Հիսուս, այսօրվանից որոշում եմ կայացնեմ իմ Տեր։ Իմ ականջս քո խոսքն է լսելու, քարոզներդ, քո բառերդ։ Իմ աչքերս նայելու ու փնտրելու քեզ ամենտեղ։ Եվ իմ միտքս մտածելու է քո օրենքների վրա։ Օրհնյալ ես դու Տեր, շնորհակալ եմ քո ներկայության համար։